Հովհաննես Թումանյան Բանաստեղծություններ գրված 1899 թվականին Հայրիկ, տես, աստղը թռավ, անհետ կորավ երկնքից, ով էր արդյոք, որ զրկվեցավ կեսգիշերին իր կյանքից, Օ իմ դստրիկ, հանգիստ եղիր, մի հոգևոր հայր էր նա, գիշեր-ցերեկ մի հոգս ուներ, որ մեզանից փող ստանա, փարիսական իր գործերով, աշխարհ խաբեց, զզվեցրուց, այդ պատճառով Աստված նրա աստղի լույսը խավարցուց, նա ամեն բան ծախեց փողով, ոտքեց ամեն սրբություն, այժմ այնտեղ ահ ու հաշիվ կտա Աստծուն, Հայրիկ, տես, մեկն էլ ընկավ և չթողեց ոչ մի գիծ, ասա հայրիկ, էլով հանգավ ու պակասեց մեր կյանքից, Օ իմ դստրիկ, խաղաղ մնա, կեղծավորի մի աստղեր, որ ձևացավ ամբողջ կյանքում առաքինի, ազգասեր, ամեն անգամ նախնջույքում բախտ էր մաղթում խեղճերին, ազգի կենացն առաջարկում արտասուքը աչքերին, բայց խեղճերը նրա ձեռքից գիշեր-ցերեկ հալածված, ազգին չեղավ նա կարեկից, ոչ ազգ գիտեր, ոչ Աստված, Հայրիկ, տես, աստղը թռավ, հետքից մի կարճ գիծ թողեց, աստղը թռավ դեպի Բաքու, էլ մյուս անգամ չերևեց, Օ իմ դստրիկ, հանգիստ եղիր, այն գործչի մի աստղ էր, որ իր սրտում ծնված օրից չուներ անկեղծ գործի սեր, նա աղմկեց, անուն հանեց, սանդուղք շինեց իր ազգին և ողջ ծաղրեց, երբ ապրում էր գրպանները լի ոսկին, Հայրիկ, տես, մեկն էլ ընկավ, հետքից թողեց մի ծուռ գիծ, ասա հայրիկ, էլով հանգավ, աստղ պակսեց երկնքից, Օ իմ դստրիկ, մի վրդովվիր, մի խմբագրի աստղ էր այն, որ իր թերթը տպագրում էր անձի համար միմիայն, Այնտեղ ծնված ու մեծացած, որ դարևոր վշտերն հայի, ծանր ու մռայլ կան լեռնացած, ինչպես Մասիսն այն վիթխարի, դու ընտրեցիր քեզ ուսուցիչ, ազգի վերքերն ողբեր գողին, 40 տարի ձեռքիդ գրիչ, անցար բռնած նորաուղին, Հայ գյուղացին ցավեր ուներ, խեղդված իր անխուլ խրճիթում, այն ցավերին լեզու տվիր ու խոսեցիր ամեն սրտում, այդ սրբազան գործի համար այժմ ահա ծեր օրերիդ, մենք գալիս ենք երախտապարտ, պսակ դնել ալիքներիդ, և թող ապրի անմահ փառքով, ով որ ցավը թույլ թշվառի, կարեկցության հզոր խոսքով, դարձնում է ցավն իր աշխարհի, Նայում եմ քեզ, միտս է գալիս, որ տեսել եմ մի ուրիշ տեղ, կապուտաչա, թարմ ժպտալիս ու զարդարված այնպես շքեղ, Հա, դու չէիր, այն քեզ նման մի ծաղիկ էր, որ ես տեսա, ես այն տեսա վաղ մի գարնան, դու ծաղկիր, թորմել է նա, Լսիր, սիրտս երգ է ասում, նվվում անդադար, լաց է լինում ու ափսոսում, ինչ որ չկար, ինչ որ կար, ափսոսում է ինքը իրան, այնպես կամաց, այնքան խոր, ափսոս, որ չես լսում նրան, իմ սև սրտին սգավոր, Դե գրի Տեր Հայր, հանուն հոր և որդոյ, այսպես անիրավ բան եք տեսել տո, կյանքս մաշելով փող դիզեմ այսքան, հիմի իմ ձեռքով տամ սրան նրան, բայց ինչ անեմ, հետս ուր տանեմ, գոնե այս վերջին առևտուրն անեմ, գուցե կաշառեմ Աստծուն ու ազգիս, սրանով փրկեմ անունս ու հոգիս, դե գրի Տեր Հայր, ուշքս դեռ վրես, կտակ եմ անում իմ ազգիս այսպես, ամենից առաջ ես իմ կտակում, իմ մեռած աղբոր որդոցն եմ զրկում, կտակ եմ անում, որ նրանք երբեք չուտեն իմ փողից և ոչ մի կոպեկ,
զուր տեղի իմ դեմ դատ են բացարել, թե իրենց բաժին ես եմ տիրացել, լավ էր, որ հազիվ պրծակաշառով, մարդիկ էլ տեսան ընկել եմ շառով, գրի մեր ժամին մի 100 թուման, հետն էլ այսպիսի մի անխախտ պայման, որ եկեղեցու գավթում ինձ թաղեն, կնոջս համար էլ կողքիս տեղ թողեն, տարին 5 անգամ պատարագանեն, հոգիս անպատճառ դրախտը տանեն, սրանից հետո հոգան ինձ վրա հոյական արձան դնել մարմարյա, ոսկի տառերով վրան փորագրած, թե ազգիս համար ինչեր եմ արած, վանքի դպրոցին գրի մի գումար, որ իմ անունով իմ հոգու համար որդեգիր պահեն նրա տոկոսով, ամեն տարի գան խմբով, հանդիսով, դամբանիս վրա գովք ու ճառ ասեն, ազգի մեծերի շարքում ինձ դասեն, պատկերս էլ կախեն դպրոցի պատից, թեկուզ մի քիչ ցած մեր հայրապետից, ապա այն տունը, որ կեղծ թղթերով, հոգիս սևելով, ստով ու զորով, իբրև պարտքի տեղ առա այն խեղճից, ու իրան լալով դուրս արի միջից, իմ հոժար կամքով, իմ վերջին օրին, այն էլ տալիս եմ մեր մայրաթոռին, որ վեհափառը գրի մի կոնդակ, անունս սփռի աշխարհ բովանդակ, եւ ինձ օրհնանքի այնպես մի գիր տա, որ երկնքումն էլ Աստված հավատա, դրանից հետո մի գումար գրի, հոգուդ մեր ազգի խեղճ ու որբերի ընկերությանը բարեգործական, որ գլուխն անշարժ մնա հավիտյան, նրա տոկոսը մեր մեծ տոներին բաժնեն իմ զրկած խեղճ ու որբերին, ամեն մեկին տան մի աբասի, որ ուտի հոգուզ ողորմի ասի, հապա օրհնված տանու տերտերին ժամոտ չես տալիս քո հոգու խերին, քանի վախտ ունես այդ էլ ասա շուտ, ասա տանեցիք տան լավ կողոպուտ, ոսկի սհաթդ նոր շորերդ տան, որ հեշտ անցկենաս դուռն արքայության, լավ Տեր հայր, այդ էլ քեզ եմ կտակում, որ ինձ միշտ հիշես քո պատարագում, դագաղիս վրա մի քարոզ ասես, թե ինչ հոգեսեր մեծ մարդ էի ես, այս կտակն արավ հայ բարերարը, ու մեռավ գնաց այն մյուս աշխարը, միշտ երախտագետ մեր ազգը հայոց, նրան հրճակեց ազնիվ բարեգործ, իր ժամի գավթում թաղեց ու մարմար արցան կանգնեցրեց իս գործքին հարմար, վրան էլ գրեց պերճ տապանագիր, ով վսեմ հոգի դու խաղաղ հանգիր, թեև դու մեռար, բայց միշտ քո հոգին հսկում է բարձրից քո թշվառ ազգին, բայց երբ որ գնաց այն մյուս աշխարը, և ուզեց մտնել արդարոց շարը, հանեց օրհնանքի տարած պատճենը, Տերն մեր կարդաց ու գցեց դենը, քո սիրտը հանիր, ասաց, հողեղեն, այնտեղ են գրված գործերքդ ամեն, և մարդու սիրտը կարդաց մեր Տերը, ուր տպված էին նրա գործերը, կարդաց չար գործեր, նաև կտակը, և իսկույն ղրկեց դժոխքի տակը։ Երնեք թիթեռ ես լինեի, անհոգ թիթեռ գարունքի, ոչ ցավն ու վիշտն իմանայի, ոչ անջատումն այս կյանքի, բայց հեգ թիթեռ ողջ օրն ահա ման է գալիս եղկելին, ոչ մի ծանոթ թփի վրա էլ չի գտնում ընկերին։ Հեծում է մրրիկն իմ դալար հովտում, թոշնել են թորմել ծաղկունքն իմ սիրած, ձմեռ է այնտեղ, ձմեռ իմ սրտում, ու լալիս եմ ես ծաղկունքս կորած։ Ես ձեզ եմ լալիս, հոգուս ծաղիկներ, հեյ իմ վաղուցվան սիրուն ցնորքներ, եկեք, ետ եկեք, մի անգամ կրկին, կյանքով, բուրմունքով լցրեք իմ հոգին։ Բերեք առաջվան աշխարհքն ինձ համար, արևի շողեր, գարունքվա դալար, ջրերի կարկաչ, հավքերի երամ, իմ հույսեր անհուն, իմ սերն անթառամ և իմ սիրուհին, որ միայն դուք գիտեք, եկեք, ետ եկեք։ Ձեզով հալածեց, որ դաժան քամին, որ չար թշնամին, շնչում է մրրիկն իմ անուշ հովտում, թոշնել են վաղուց ծաղկունքն իմ սիրած, ձմեռ է այնտեղ, ձմեռ իմ սրտում, ծաղիկ ու ցնորք, բոլորը կորած։ Մութ ու խավար իմ հայրենիք,
անլույս գիշեր, լուռ ու տրտում, միտքս այնտեղ ինչպես չղջիկ, պտտում է ու պտտում, պտտում է լուռ, անտերունջ, տխուր, մամռոտ շիրմած վերա, ավեր, անտեր հյուղերի շուրջ, ուր լույս չկա ու ձայն չկա, ու ետ դառնում կրկին մոլոր, հուսակտուր ու գլխակոր, թաքչում դարձյալ սրտիս խորքում, իր հին ծանոթ ավերակում։